Ողջույն, Բուն TV եթերում գիտության մարդիկ հաղորդաշարն է եւ իմ հյուրն այսօր Արգամ Երանոսյանն է։ Արգամ, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Ձեզ շնորհակալություն։ Ողջույն։ Դուք ծնվել ու մեծացել եք Ջավախքում։ Հիշում եք, կյանքը այնտեղ, մանկությունն է այնտեղ, ու ինչերն են, որ հատկապես ձեր հիշողության մեջ շատ տպավորված են Ջավախքից։ Այո, ես Հեշտյա գյուղում եմ ծնվել, Ջավախքի, հայ կաթոլիկներով բնակեցված գյուղ է, շատ հետաքրքիր բնությամբ, սարերով, հենց շրջապատված է պատմամշակութային հուշարձաններով, մի խոսքով շատ գեղեցիկ ու մինչև հիմա տենց իդեպի իրեն կանչող բնակավայր է։ Որ ասում եք պատմամշակութային հուշարձաններով է շրջապատված, փոքր տարիքում, դպրոցական տարիքում քայլարշավներ, ծանոթանալ հուշարձաններին, հետաքրքրվել դրանց պատմությամբ, հիշում եք նման դեպքեր։ Անընդհատ թե դպրոցական դասարանցիների հետ միասին, թե ընկերներով անընդհատ շրջել ենք սարերում ու դե այնտեղ ձևավորված ավանդույթներ կան, որ արշավները միշտ լինում են դեպի պատմամշակութային հուշարձաններ, այսինքն այն վայրերը, որտեղ որ պատմական հետքեր կան կամ մատուռներ կան, ու դրանք սովորաբար լինում են բարձրադիր շրջաններում, լեռնային գոտիներում եւ անընդհատ մեր այդ զբոսանքը տեղի էր ունենում այդ վայրերում։ Իսկ երբ եկաք Հայաստան, տեղափոխվեցիք Հայաստան, որ տարիքում։ Հայաստան տեղափոխվելը տեղի է ունեցել բավականին շուտ, երբ որ ես 6-րդ դասարան էի, եղբայրս սովորում էր Գյումրիում, մանկավարժական համալսարանում, ես տեղափոխվեցի Գյումրի, որպեսզի սպորտով զբաղվեի, բռնցքամարտով զբաղվեի, եւ դրանից հետո եղբայրս ընդունվեց արդեն ասպիրանտուրա ֆիզիկայի ֆակուլտետում, ես էլ իր հետ միասին տեղափոխվեցի Երևան, այստեղ էլի սպորտ ուսումնարան ընդունվեցի, մի խոսքով մոտ 8 տարի զբաղվել եմ բռնցքամարտով եւ որպեսզի այսպես ասած ֆիզկուլտ ինստիտուտ չընդունվեի, այլ որակյալ կրթություն ստանայի, համեմատած, որոշեցինք, որ ես պետք է ընդունվեմ պատմության ֆակուլտետ, այդ մասնագիտությունը դպրոցական տարիներից ավելի մոտ էր ինձ եւ ես էլ մի քիչ բնական գիտություններից թույլ էի եւ այդ պատճառով որոշեցինք, որ պետք է ընդունվեմ պատմության ֆակուլտետ։ Եվ պատմության ֆակուլտետ ընդունվելուն զուգահեռ, երբ որ արդեն շարունակեցի կրթությունը, արդեն աստիճանաբար ցավոք սրտի կամ բարեբախտաբար սպորտը մղվեց երկրորդ պլան։ Իսկ ինչպես էր ստացվել, որ սկսել եք սպորտով հետաքրքրվել, ինչ որ բարեկամներ, ծանոթներ կային, որոնք իրենք էլ զբաղվում էին սպորտով եւ ձեզ ոգեշնչել էին, դուք եք, չգիտեմ, հեռուստացույցով մրցաշարեր տեսել ու ոգևորվել։ Ճիշտ հակառակը, այն ժամանակ դե հեռուստացույց շատ չկար, հիմնական պատճառը այդ հաջողված կռիվներն էին, որ գյուղում անընդհատ կռիվների մեջ էինք լինում ու ոնց որ ստացվում էր կռիվ անել ինձ մոտ, դրա համար մերոնք էլ մտածեցին, որ նորմալ սպորտսմեն դուրս կգա ինձանից, այդպես Ջավախքում եք կռիվներ անում։ Այո։ Իսկ տեղափոխեցիք Գյումրի այդ կռիվների մշակույթը։ Տեղափոխվեց Գյումրի, հետո Երևան, հետո համալսարան, հետո ընդհատվեց ինչ որ տարիքում, արդեն երկրորդ կուրսից այդ ամեն ինչը ընդհատվեց։ Իսկ ինչ որ մրցաշարերի մասնակցել եք, երբ որ սպորտով եք զբաղվում։ Տարբեր առաջնությունների եմ մասնակցել, Հայաստանի առաջնության եմ մասնակցել, բավականին, այսպես ասած, հաջողված սպորտսմեն էի, բայց եթե ցավոք սրտի չշարունակեցի, բայց դա էլ արդեն համալսարանական կյանքը, համալսարանական միջավայրը նաև խրախուսեցին, որպեսզի ես իմ մասնագիտությունը փոխեմ եւ սկսեմ զբաղվել ավելի շատ կրթությամբ։ Ու երբ որ արդեն թողել եք սպորտը, պատմության ֆակուլտետում եք սովորում, որ պահին էր, որ սկսեցիք հետազոտությունների, հետազոտական աշխատանքի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել, հիշում եք, երբ եղավ դա։ Նաև մասնագիտության ընտրությունը, ազգագրությունն էլ տեղի ունեցավ արդեն կուրսային աշխատանք գրելիս, իմ դասախոսը Մխիթար Գաբրիելյանի մոտ էի կուրսային աշխատանքը գրում, երիտասարդ դասախոս, բավականին այսպես անմիջական, ազատ, նախաձեռնող, խրախուսող եւ իր մոտ այդ կուրսային աշխատանքները գրելը եւ դրանից հետո արդեն դիպլոմային աշխատանքը ոնց որ
խրախուսում էր, որպեսզի սկսեմ զբաղվել հետազոտական աշխատանքով։ Նաև դա էլ այդ 3 տարի եւ հետո արդեն դիպլոմային աշխատանքը, այդ աշխատանքները անելը խրախուսեցին, որ մասնագիտությունն էլ ազգագրության մեջ մնամ ու մագիստրատուրան էլ շարունակեմ արդեն ազգագրության բաժնում։ Ինչ թեմայով էիք հետազոտություն անում, որ ազգագրությունը սկսեց հետաքրքրել ձեզ։ Կուրսային աշխատանքները դե իմ ջավախքի վերաբերյալ էին, հետո արդեն դիպլոմային աշխատանքը եղավ ազգային փոքրամասնությունները Հայաստանի Հանրապետության, իսկ մագիստրոսական թեզը էթնոժողովրդագրական պատկերը Հարավային Կովկասում այդ թեման էր։ Ենթադրում եմ, որ այդ աշխատանքները գրելիս, բացի պատմության կամ ինչ-որ տեսության ուսումնասիրությունից, նաև գնում էիք գիտարշավների, մարդկանց հետ էիք զրուցում, դաշտային աշխատանք էիք անում ու կպատմեք ոնց էր այդ ընթացքը։ Գնում էիք օրինակ Ջավախք, որ ձեր օրինակ համագյուղացիների հետ զրուցեք եւ նյութ հավաքեք, որ կարողանաք ձեր դիպլոմային կամ արդեն մագիստրոսական թեզի աշխատանքներում ներառել։ Դրանք ավելի շատ այսպես կարելի ասել խորը մասնագիտական չէին, այլ հիմա որ ասենց հետադարձ հայացք եմ նետում, շատ մակերեսային էին, դաշտային աշխատանքի փորձառությունը արդեն սկսվել է ավելի ուշ, մագիստրատուրա կարծեմ 2-րդ կուրսում, երբ որ կամ արդեն ավարտած էինք, հիմա լավ չեմ հիշում, Հնագիտության ազգագրության ինստիտուտում մեթոդաբանության սեմինարներ էին անցկացվում, Գայանե Շագոյանն էր նախաձեռնել եւ այդ ամբողջ այդ սեմինարների շարքի ընթացքում մենք սովորեցինք դաշտային աշխատանք իրականացնելու, հարցազրույցներ վարելու, դաշտում ճիշտ դրսևորվելու այդ ամբողջ հմտությունները, փորձառությունը, որ բացակայում էր, համալսարանում, համալսարանական ծրագրերից, այդ բացը մեզ մոտ լրացվեց ինստիտուտում կազմակերպվող այդ սեմինարների միջոցով։ Իսկ ինչպես էիք իմացել Հնագիտության ազգագրության ինստիտուտի մասին, արդեն միացել էիք իրենց, թե այդ ժամանակ ուղղակի սեմինարների էիք գնում ու հետո թիմին միացաք։ Այդ ժամանակ արդեն սեմինարների էի գնում, բայց մագիստրատուրայի 2-րդ կուրսից ես սկսեցի աշխատել Սարդարապատում, Հայոց ազգագրության թանգարանում, որ նույնպես մասնագիտության մեջ մնալու մի կարևոր խթան էր, այսինքն մի միջավայր էր, որտեղ որ ամբողջը թանգարանային առարկաներ են, մոտ 70,000-ից ավել թանգարանային առարկա կար եւ ամբողջը Հայաստանի տարբեր պատմամշակութային միջավայրերից, Արևմտյան Հայաստանից, Ջավախքից, Արցախից, Հայաստանի տարբեր շրջաններից, գիտարշավներից երբ որ բերել էին եւ գնում ես մագիստրատուրայում այդ միջավայրում աշխատում, թանգարանային միջավայրում աշխատում ես, այդ շատ կարեւոր էր, որպեսզի այսպես այդ մասնագիտական փորձառությունը այդտեղ ձեռք բերես եւ նաեւ իմ դասախոսները, ովքեր որ դասավանդում էին Երևանի պետական համալսարանում, նաև աշխատում են Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում եւ անընդհատ կապ կար Հնագիտության ազգագրության ինստիտուտի հետ, այսինքն գրադարանից էինք օգտվում, խորհրդատվության էինք գնում, սեմինարների էինք մասնակցում, այսինքն այդ ուսանող լինելով անընդհատ այդ ինստիտուտում էինք եւ նաև դարձանք վերջում այդ ինստիտուտի մի մասը։ Գալով արդեն ձեր նեղ հետաքրքրություններին հետազոտական, գիտեմ, որ ձեր հետազոտական ուղղություններից մեկը տոհմածառերի ուսումնասիրությունն է, մասնավորապես հայկական տոհմածառերի ուսումնասիրությունը։ Ինչ տեղեկություններ, արժեքավոր տեղեկություններ են մեզ տալիս հայկական տոհմածառերը եւ ինչու է դրանց ուսումնասիրությունը կարեւոր։ Տոհմածառերի հետ առնչվել եմ էլի Հայոց ազգագրության թանգարանում, այնտեղ բավականին մեծ հավաքածու էր պահվում տոհմածառերի եւ մյուս խոշոր հավաքածուն դա Հնագիտության ազգագրության ինստիտուտի արխիվում պահվող հավաքածուներն են։ Ընդհանուր երբ որ նայում ենք այսպես ուղղակի պարզ ընտանեկան պատմություններ են, բայց երբ որ մենք մանրամասն ուսումնասիրում ենք, դա դրանից տարբեր այսպես մեկ ընտանիքի պատմության միջոցով կարելի է ցույց տալ մի ամբողջ ժամանակաշրջանի պատմական իրադարձություններ,
Օրինակ մենք ունենք տոհմածառերի շարք, որոնք որ սկսվում են 1600 թվականից կամ 1828 թվականից, երբ որ տեղի է ունեցել մեծ գաղթերը, հա, Շահ Աբբասի ժամանակ կամ այդ գեներալ Պասկևիչի ժամանակ, երբ որ Արևմտյան Հայաստանից տեղի ունեցավ մեծ գաղթ դեպի Արևելյան Հայաստան կամ դեպի Պարսկաստան եւ նաև ունենք տոհմածառերի շարք, որոնք որ ցեղասպանությունով պայմանավորված կամ դրանից ավելի վաղ համեդյան ջարդերի ժամանակ, երբ որ տեղափոխվել են դեպի Լիբանան, Սիրիայի տարածք, Մերձավոր Արևելք, այդ պատմություններն են եւ դրանց գից կան նաև ընտանեկան պատմություններ, որոնք որ շատ կարեւոր են ուսումնասիրելու համար։ Ասացիք, որ 16-րդ դարից սկսած տեղեկություններ կան, բայց հենց այդ ժամանակաշրջանից սկսած են տոհմածառեր սկսել պահել Հայաստանում, թե այդ մշակույթը ավելի ուշ է զարգացել։ Այդ մշակույթը ավելի ուշ է զարգացել, մեզ մոտ Մխիթարյանների հրատարակություններում ունենք ավելի արդեն իշխանական ընտանիքների տոհմածառեր ունենք, բայց արդեն էլի 18-րդ դարի սկզբում կային աստվածաշնչեր, որտեղ որ հին եւ նոր կտակարանները իրարից բաժանող հատվածում կար ընտանիքի անդամների անունները լրացնելու մի հատված, որտեղ որ նշվում էր, թե ովքեր են ծնվել, ովքեր են մահացել տվյալ գերդաստանում եւ այդ աստվածաշնչերը պահվում էին ընտանիքներում, այսինքն դրանք փոխանցվում էին սերնդեսերունդ եւ անընդհատ լրացվում էին եւ մինչեւ հիմա էլ մենք ունենք ընտանիքներ, որոնք որ պահում են այդ ավանդույթը եւ նույնիսկ եթե այդ թերթերը լրացել վերջացել են, հա, այսպես դրանք շարունակում են լրացնել եւ փոխանցում են իրենց տոհմի ավագ սերնդին, ավագ զավակին, այսինքն արական սեռի ներկայացուցիչ։ Որը պահում է ու հետո փոխանցում։ Այո։ Եվ հետո մյուս կարևոր բանը, որ ավելի սկսեց տոհմածառերը տարածում ունենալ մեզանում, դա 1950-60-ական թվականներն էին, երբ որ խորհրդային Հայաստանում տեղի ունեցավ քաղաքային բնակչության մեծ աճ եւ գյուղական բնակավայրերից երիտասարդները տեղափոխվում էին բնակվելու այդ գործարանային արտադրական քաղաքներում, հա, եւ դա նաեւ պատճառ հանդիսացավ, որպեսզի այդ տեղափոխված երիտասարդները իրենց տոհմի պատմություններն էին գրառում, որովհետև այն որ բանավոր պատմությունների միջոցով իրենց միջավայրում իրենք գիտեն ով սերունդն է, հա, մեկ ազգակցական խմբով բնակվում են մի բնակավայրի մեջ եւ անընդհատ այդ բանավոր պատմությունների միջոցով դրանք փոխանցվում են, բայց երբ որ բնակավայրը տեղափոխվում է, այդ աստիճանաբար նաեւ այդ բանավոր զրույցներն են ընդհատվում եւ դա է նաեւ պատճառը, որ սկսվեց 50-60-ական թվականներից, առավել արդեն 70-ական թվականներից մեծ քանակության տոհմածառեր պատրաստել եւ շատ են արդեն ընտանիքները, գերդաստանները, որոնք իրենց տոհմածառերն ունեն։ Մյուս խումբը դա արդեն հայրենադարձների բաններ, ընտանիքներն էին, պարսկահայերը, Հունաստանից եկածները, որոնք որ էլի սկսեցին իրենց տոհմածառերը պատրաստել, որպեսզի այդ բանավոր պատմությունները մոռացության չմատնվեն։ Այո, որ այն ժամանակ էլ ասում եք, որ ինչ-որ գաղթի ժամանակ ցեղասպանությունից հետո միշտ ինչ-որ տեղաշարժի հետ է փաստորեն կապվում տոհմածառ ունենալը, որովհետև երբ որ տեղափոխվում են մի տեղից մյուսը, երևի թե իրենց պատմությունը չմոռանալու համար փորձում են այդ ամեն ինչը վավերագրել, որ հիշվի։ Իսկ օրինակ որ ժամանակներից է, որ հենց ծառի տեսքով են, արդյոք բոլորն են եղել ծառի տեսքով, թե այլ կառուցվածք են ունեցել ու նաև լրացուցիչ ինչ ինֆորմացիա են պարունակել, բացի այդ մարդկանց օրինակ անուն ազգանուններից, որը իրենց ժամանակաշրջանի ապրելակերպի կամ պատմության մասին հավելյալ տեղեկություններ է հաղորդում։ Դրանպես ծառը դա կապվում է նաև կենաց ծառի հետ, կենաց ծառի գաղափարի հետ, նախ մենք ունենք չէ բառ արմատներ, այդ արմատները նաև մենք որ ասում ենք արմատ, դա ոչ միայն ծառի արմատն է, այլ մեր նախնիներն են, հա, այն գաղափարն է եւ
Դա աստվածաշնչյան պատկերագրությունից է կարելի ասել, օրինակ Լոնդոնում հրատարակված Աստվածաշունչ կա, որտեղ որ պատկերված է ազգերի տոհմածառը, էլի ծառի տեսքով, հա։ Դա մեզանում շատ տարածված մի բան է, որովհետև այդ ժամանակաշրջանում շատ Հայաստանը աստվածաշնչյան երկիր էր համարվում, չէ, համարվում է աստվածաշնչյան երկիր, քանի որ Նոյ նահապետը Արարատ լեռան վրա է Նոյան տապանը կանգնում եւ այստեղից է սկիզբ առնում բանը, հա, ժողովուրդները, աշխարհի ժողովուրդները տարածվում են Հայաստանից եւ այդ գաղափարը բավականին տարածված էր նաեւ մեզանում եւ հետագայում նաեւ եվրոպական միջավայրում կար տարածում հենց էլի ծառի տեսքով պատկերված տոհմածառեր, նաև Մխիթարյան միաբանության հրատարակություններում, երբ որ իշխանական ընտանիքների տոհմածառ էին պատրաստում, էլի պատրաստում էին ծառի տեսքով։ Մյուս տարբերակը դա շրջանաձև տոհմածառներ, որ էլի Մխիթարյան միաբանության հրատարակություններում էր, եւ հետո արդեն կան ավելի պարզ ձևեր, սխեմատիկ տոհմածառեր, որտեղ որ արդեն այդ ծառը նկարելու, հա, այդ բարդ սխեմային ճյուղերը ճիշտ դասավորելու բանի անհրաժեշտությունը չկա, ուղղակի պարզ ձևով իրենք պատկերում են անցում կատարելով վանդակների միջոցով, հա։ Իսկ երբ որ ուսումնասիրում եք այդ տոհմածառերը, ինչ կարևոր տեղեկություններ եք կարողանում գտնել։ Նախ դրանք տոհմի պատմություններ, ներառվում է տոհմի պատմությունը, թե որտեղից են սկիզբ առնում, հա, եւ արդեն որտեղ են բնակվել, ինչ տներում են ապրել, ինչ բնակավայրերում են ապրել, հետո կան նաև շատ են տարածված նաև պայմանական նշանները, որտեղ որ նշում են մարդկանց մասնակցությունները, օրինակ, եթե երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից է, պատկերում են խորհրդային աստղի տեսքով, եթե ինչ-որ գիտության մարդ է, գիրք են պատկերում անվան կողքը, կամ ասենք ունենք Արևմտյան Հայաստանի տոհմածառ, որտեղ որ ցեղասպանության զոհերի անունների կողքը նշվում է, պատկերվում է խաչ, որ իրենք 15 թվականի ցեղասպանությանը զոհ են գնացել եւ այդպես մի տոհմածառ կար, եթե չեմ սխալվում, Որբելյան ընտանիքի տոհմածառն է, եթե չեմ սխալվում, հիմա գուցե սխալվեմ, բայց մոտ 50 ցեղասպանության զոհ կար միայն Որբելյան տոհմից։ Օրինակ կոտրված ճյուղի տեսքով անունները, երբ որ անունը գրված է կոտրված ճյուղի վրա, դա նշանակում է, որ վաղ ամերիկի անժառանգ է մահացել եւ իր ճյուղը չի շարունակվում, հա։ Իսկ հիշում եք, որտեղից եք հիմնականում նշեցիք արդեն երկու, հա, աղբյուր, որտեղ որ հավաքվել են այդ տոհմածառերը եւ պահվում են, որտեղ եք գնում, որտեղից եք գտնում այդ տոհմածառերը, որ ձեր ուսումնասիրությունը կատարեք։ Նախ ընտանիքները սովորաբար շատ դժվար են բաժանվում իրենց տոհմածառերից եւ չեն տրամադրում բանի, այսինքն դաշտային աշխատանքի ընթացքում հնարավոր էր միայն հավաքել հարցազրույցների միջոցով, բայց այն հավաքածուն, որ կար Սարդարապատում եւ Հանրագիտության ազգագրության ինստիտուտի արխիվում, դրանք արդեն իրենց եւ ծավալով եւ բովանդակությամբ բավարար էին, որ հետազոտություն իրականացնելու համար ինձ մնում էր միայն գտնել այն մարդկանց, ովքեր որ աշխատել են այդ տոհմածառի վրա, հա, հասկանալու դրդապատճառները եւ նաեւ այդ նյութերը հավաքելու գործընթացը թե ոնց է տեղի ունեցել։ Բայց ոնց հասկացա նաև դաշտային աշխատանքով հենց ինչ որ կոնկրետ վայրերի բնակիչներից եք փորձել իրենց տոհմածառերի մասին հասկանալ։ Հայաստանում որ այդպես նայում եք, որ մարզերում կամ մարզերի որ հատվածներում է հատկապես տարածված այդ մշակույթը տոհմածառ ունենալու։ Այդպես կոնկրետ որ ասեմ, ինչ որ տարածաշրջանում շատ տարածված է, այդպես սխալ կլինի, բայց օրինակ Տավուշում շատ կա, Արցախում շատ կային մեծ քանակությամբ տոհմածառեր, նաև Արարատյան դաշտի բնակիչներն են Արմավիրի եւ Արարատի մարզում էր տարածված։
Գիտեմ, որ վերջին տարիներին ձեր աշխատանքի մի զգալի հատված նվիրված է եղել Ծագումով Գորիսից մի լուսանկարչի Գուրոս Մականունով աշխատանքների ուսումնասիրությանը։ Նա լուսանկարել է 20-րդ դարի Սյունիքը, վավերագրել է եւ դուք ուսումնասիրել եք, ամբողջացրել եք ու գիրք եք ստացել։ Կպատմեք ով է Գուրոսը ու ինչպես հետաքրքրվեցիք նրա աշխատանքներով ու ինչպես սկսեցիք նրան ուսումնասիրել։ Երբ որ աշխատանքիս վայրը փոխվեց Սարդարապատից, ես սկսեցի աշխատել պատմամշակութային արգելոց թանգարաններում, այնտեղ պահվում են հուշարձաններին վերաբերող հազարավոր լուսանկարներ, սկսած 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի կեսեր, նաև մեր ժամանակներ, եւ այնտեղ աշխատելու ընթացքում ինձ առաջարկվեց, որ կա մի կիսատ թողված աշխատանք, կիսատ մնացած աշխատանք, որը կարիք ունի նախաբան գրելու, եւ դա Գորիսին վերաբերող լուսանկարներն էին, որտեղ որ պետքա լիներ հին ու նոր Գորիսը, այսինքն 20-րդ դարի 30-ական թվականներին նկարած լուսանկարներ եւ արդեն մեր ժամանակներում նկարած լուսանկարներ, արված լուսանկարներ, որպեսզի համադրվեն եւ այդ տարբերությունը երևա, այսպես փոքրիկ ալբոմ պետքա լիներ։ Ինչ որ ցուցադրության համար ենթադրում եմ թանգարանում։ Չէ, ալբոմ պետքա լիներ, ուղղակի որպեսզի այս այդ բնակավայրի փոփոխությունը երևա, եւ երբ որ ես սկսեցի աշխատել այդ հավաքածուի վրա, հասկացա, որ մենք գործ ունենք բավականին կարևոր մի հավաքածուի հետ, որը որ մի ամբողջ տարածաշրջանի պատմություն է վավերագրել, դե Գուրոսը 905 թվականին է ծնվել Գորիսում եւ 21-22 տարեկան հասակում արդեն սկսել է լուսանկարչությամբ զբաղվել 1920-ական թվականներից իր հորից ժառանգած լուսանկարչական ապարատով եւ այդ ընթացքում նաեւ ինչի էր կարեւոր, այս շատ արժեքավոր իր լուսանկարները, որովհետեւ ինքը երբ որ Հայաստանը նոր էր խորհրդայնացել եւ Զանգեզուրի շուրջ անընդհատ բաներ կային, խնդիր կար, չէ, Ադրբեջանի հետ եւ խորհրդային Հայաստանից շատ մեծ էր հետաքրքրությունը դեպի Սյունիք եւ բոլոր գիտահետազոտական կենտրոնները, սկսած թանգարաններից վերջացած երկրաբաններով գնում էին այդ տարածաշրջանն ուսումնասիրելու եւ նա քանի որ շատ էր շրջել Գորիսի տարածաշրջանում ուներ եզակի մարդկանցից էր երիտասարդ 20 քանի տարեկան, պատկերացրեք, որ շատ լավ գիտի տարածաշրջանը եւ լավ է լուսանկարում, ունի լուսանկարչատուն, այսինքն այն ժամանակ մի բացառիկ մասնագիտություն, այն էլ Գորիսում։ Եվ դրա համար այդ հետազոտողները անընդհատ համագործակցում էին իր հետ։ Օրինակ Հայաստանի պատմության թանգարանից 1928 թվականին տեղի ունեցած գիտարշավը ազգագրական Ստեփան Լիսիցյանի ազգագրագետ Ստեփան Լիսիցյանի գլխավորությամբ իր հետ համագործակցում է եւ հիմա պատմության թանգարանում 150-ից ավել լուսանկար է պահվում եւ այդ ազգագրագետների երկրաբանների հետ համագործակցությունը նրանք ոնց որ ուղղորդում են թե ինչ տիպի, ինչ բովանդակության լուսանկարներ են իրենց անհրաժեշտ եւ նա անընդհատ լուսանկարել է այդ ժայռափոր բնակարանների տիպերը, սկսած պարզ քարանձավից մինչև կցակ առույցներով, երկհարկանի, երրարկանի տներ, այդ ամբողջ տիպերը ինքը լուսանկարել է։ Ասենք մյուս խումբը լուսանկարների, որ էլի շատ բացառիկ է, դա երկրագործությունն է։ Վաղ գարնանից, վարի հողը վարելու տեսարաններից մինչև ցանելը, մշակելը եւ հացահատիկը աղալու process-ը, այդ ամբողջ process-ը, այսինքն գարնանից մինչև ուշ աշուն լուսանկարել է, այսինքն այդ թեմայի մեջ ինքը մնացել է մի ամբողջ տարի։ Կարող եք ասել, որ պատմագիտական հետազոտություններ իրականացնող մարդկանց համար սա հրաշալի աղբյուր է, որոնք, չգիտեմ, տնտեսական, մշակութային կամ այլ կյանքով են հետաքրքրված եւ կարող են օգտվել այդ լուսանկարներից որոշակի տեղեկություններ քաղելու համար։ Միանշանակ, օրինակ, երբ որ ինքը լուսանկարել է խնձորեսկ, ոչ միայն խնձորեսկը, նախ մի կարևոր բան ասեմ, որ լուսանկարել է նախ 1920-ից 30-ական թվականներին, հետո այս տարածաշրջանում տեղի ունեցավ շատ կարևոր փոփոխություն, կիրճերի բնակավայրերը
Խնձորեսկը, Խոտը, Հալիձորը, Շինուհայրը 50-60-ական թվականներին այս բնակավայրերը լքվում են եւ հիմնվում է նոր բնակավայր արդեն հարթավայրի վրա։ Այսինքն մի ամբողջ ժառանգություն, որպեսզի պատկերացնենք ինչի մասին ենք խոսում, Խնձորեսկը Արևելյան Հայաստանի ամենախոշոր բնակավայրն էր 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին։ Կարելի ասել քաղաքային միջավայր էր եւ այդտեղ կարելի էր տեսնել ամբողջ Սյունիքի ժողովրդական բնակարանի տիպերը, հա, այդ ամբողջ զարգացած մի բնակավայր, այսպես մի 10 տարվա մեջ լքվում, քանդվում եւ տեղափոխվում է նոր խորհրդային տիպի բնակավայր է հիմնվում, հա։ Եվ այն հինը ինքը վավերագրել է։ Հինը արդեն վավերագրել էր եւ տեղափոխվել էր Երևան, արդեն զբաղվում էր գեղանկարչությամբ։ 60-ական թվականներին ինքը նորից վերադառնում է ամառները 3-4 տարի, 64-ից մինչև 67 թվականն առնվազն, նա անընդհատ գնում է եւ սկսում է այն վայրերը, որտեղ որ ինքը եղել է, Խնձորեսկից սկսած վերջացրած մյուս բնակավայրերով, Գորիսով նաեւ եւ լուսանկարում է այդ արդեն լքվող եւ լքված բնակավայրերը եւ այդ արդեն տեսնում ենք թե 30 տարվա ընթացքում ինչ տիպի փոփոխության ենթարկվել բնակավայրը, հա, արդեն նկարում է ավերակները բնակավայրերի եւ ի տարբերություն այս գյուղական բնակավայրերի Գորիսը, երբ որ էլի մանրամասն լուսանկարել է, այսպես վերևի հատվածներից է, արևելքից, արևմուտքից եւ տեսնում ենք թե ոնց է էլի 30 տարվա ընթացքում փոքրիկ գավառական քաղաքը ամբողջ այդ հարթավայրը բնակեցված խոշոր քաղաք է դառնում իր արտադրագործարաններով, արտադրամասերով։ Բոլոր լուսանկարները հենց պահպանվում էին թանգարանում, որտեղ դուք աշխատում եք, այսինքն ձեր ձեռքի տակ էին եւ դուք դրանց հետ աշխատում եք։ Այո, հետազոտողի համար այդ շատ կարեւոր բան է, երբ որ ինքը նյութի հետ առնչվելու հատկապես երբ որ թանգարանային հավաքածու է ուսումնասիրում եւ տվյալ թանգարանում աշխատելու եւ անընդհատ դրա հետ գործ ունենալու առումով շատ կարեւոր է, երբ որ ասենք, չգիտեմ, սկսած լուսանկարի ընտրությունից, հա, վերջացրած այն որ արդեն վերջի պահին հրատարակության, որ պետքա ցենց մտածում ես, որ այն մեկը պետքա ընտրեի, հա, բովանդակային առումով շատ ավելի կարևոր էր, այդ ամբողջ process-ին շատ կարևոր է որ տեղում աշխատես, որպեսզի կարողանաս մանրամասն ուսումնասիրել հավաքածուն։ Եվ դուք իմի եք բերել ամենակարևոր լուսանկարները մի գրքով եւ համատեքստը։ Դրանք ոչ թե լուսանկարներ են, այլ սևանկարներ են, նեգատիվներ են, մի խումբը 20-ից 30-ական թվականներին արված ապակու հիմքով են, իսկ 60-ականներին արդեն ժապավենի հիմքով սևանկարներ են, դրանք մոտ 891 սևանկարներ են, աշխատանքում ընդգրկվեց 470-ը, նաև իր ժառանգների մոտ կամ պահվող սևանկարներ, որոնք եւս շատ արժեքավոր են եւ արդեն տեքստի մեջ նաև օգտագործել է այն լուսանկարները, սևանկարները, որոնք որ մեր հավաքածուի մեջ չկային եւ պետք էր որ օգտագործվեին, հա։ Այսինքն կատալոգի մասում դրանք չեմ ներառել, բայց իմ բուն տեքստի մեջ, որտեղ որ հետազոտական աշխատանքն եմ արել, այդտեղ արդեն օգտագործել եմ ժառանգների մոտ պահվող եւ նաեւ մյուս թանգարաններում պահվող հավաքածուները։ Այս նշեցի, որ Հայաստանի պատմության թանգարանում կան պահվող լուսանկարներ, նաեւ Գուրոսը ունի շատ արժեքավոր օրագրություններ իր այդ ճամփորդությունների ընթացքում նաեւ օրագիր է պահել եւ այսպես մանրամասն գրում է ամեն օրով գրում է թե որտեղ է եղել, ինչ է տեսել, նաեւ իր առօրյա կյանքի մասին է գրում եւ նաեւ որոնք որ այս օրագրերը պահվում են արդեն ազգային պատկերասրահի արխիվում եւ նաեւ այս օրագրերը գալիս են այսպես լրացնելու լուսանկարներին, հա, այսպես մի պատրաստի պատմություն է վերհանում, հա, վավերագրում։ Արգամ, դուք
այս բոլոր հետաքրքրություններից, ուսումնասիրություններից ու թանգարանային աշխատանքից բացի եւս մի հետաքրքրություն ունեք, խոսքը լուսանկարչության եւ դոկումենտալների մասին է։ Ինչպես հետաքրքրվեցիք եւ ինչ պատմություններ ունեք, որովհետեւ եւ ֆոտոպատմություններ ունեք եւ դոկումենտալներ ունեք, ինչպես սկսեցիք զուգահեռ նաեւ այս գործունեությամբ զբաղվել։ Դա լուսանկարչությունը սկսվեց դաշտային հետազոտական աշխատանքին զուգահեռ, այսինքն երբ որ ես գնում էի բնակավայրեր, դաշտային աշխատանքի ընթացքում անընդհատ լուսանկարում էի ու ի վերջո այդ ամեն ինչը վավերագրելու նպատակով, հա, եւ այդպես արդեն սկսեցի նաև տարբեր այսպես փոքր պատմություններ բանանել տարբեր կայքերի համար եւ հետո նաև սկսեցի Facebook-յան այսպես շարքեր անել, հա, օրինակ լուսանկարում էի փայտի դռների շարք, հա, այսպես տարբեր բնակավայրում շրջում էի եւ փայտի դռների շարք էի լուսանկարում եւ մյուս բանը, որ հետո արդեն հիմա այդ sense parse բանով ծավալվեց, դա խորհրդային շրջանի կանգառներն են, էլի այսպես Facebook-յան մի ալբոմից հիմա արդեն վերածվում է պատկերագրքի, ես նախանցած տարի էլի պատմամշակութային արգելոց թանգարաններից դաշտային աշխատանքների ընթացքում շրջեցի ամբողջ Հայաստանում եւ լուսանկարել եմ խորհրդային շրջանի կանգառները եւ այս ամբողջ բանը հիմա պետքա կամ այս տարի կամ մյուս տարի կհրատարակենք մի պատկերագիրք, որտեղ որ ներառված կլինի կանգառները։ Եվ պատմությամբ եք զուգորդում, այսինքն լուսանկարները անում եք եւ ինչ-որ աշխատանքով, որտեղ են, որ թվականներին են կառուցվել, ինչ տիպի են, ճարտարապետական եւ այլն։ Այն նշեցիք, որ դաշտային աշխատանքների ժամանակ եք, երբ որ ձեռքի հետ լուսանկարներ եք արել, պատմություններ հավաքել ու սկսել եք այս լուսանկարչությունը հետաքրքրել, բայց ինչքան գիտեմ, դուք նաև կրթություն ունեք այս ուղղությամբ եւ ինչ որ ժամանակ հենց լրագրողական աշխատանք եք արել, կպատմեք այդ ձեր կյանքի հետ հատվածի մասին։ Թանգարանում աշխատելուն զուգահեռ նաև թանգարանում արդեն մի քանի թանգարան նշեցիք։ Հայոց ազգագրության թանգարանում աշխատելուն զուգահեռ նաև էլի լուսանկարչությամբ էի զբաղվում եւ առանձնահատուկ բաներից օրինակ որ այսպես շատ տպավորված է դա անօթավան մարդկանց լուսանկարների շարքներ, որ արեցի Չայխանայի համար, դա տարածաշրջանային կայք կար, ինչի համար, որովհետեւ էլի բացի լուսանկարչությունից ու վավերագրությունից մենք գործ ունեի այսպես խեղված ճակատագրերի հետ, հա, երբ որ տեսնում ես, որ մեկը ամեն մեկը մի մասնագիտություն ունեցել է, ընտանիք են ունեցել, տարբեր պատմություններ ունեն եւ իրենց այդ ներկայիս կարգավիճակը եւ երբ որ բան ես անում, տեսնում ես թե ոնց է մի կյանքի ընթացքում մարդը տարբեր վայրավայրումներով գալիս ու վերածվում անօթևանի։ Այս պահին ինչ որ նոր նախագիծ ունեք լուսանկարչության մասով, որի ուղղությամբ աշխատում եք եւ որը եւս կուզենեք հետո պատկերագրքի վերածել։ Երևի շատ կարեւոր կլիներ, որպեսզի փայտե դռների շարքը հրատարակության վերածվեր, որովհետեւ կամ հետազոտության վերածվեր, որովհետեւ էլի շատ գեղեցիկ արժեքավոր դռներ են եւ ինչի է նաեւ ոնց որ խորհրդային կանգառները, նաեւ դռները, դրանք մի բան են, որ ժամանակի ընթացքում դրանք վտանգված են եւ ժամանակի ընթացքում դուրս են մղվում գործածությունից, հա, մեր մոտ երբ որ շրջում ենք տարբեր բնակավայրերում, հա, հիմա եթե օրինակ Գյումրիում սկսել են մի քիչ ուշադրություն դարձնել, մյուս բնակավայրերում այդ փայտագործների կողմից ստեղծված շատ արժեքավոր աշխատանքները, այսպես երբեմն մարդիկ ուղղակի չեն արժևորում եւ փոխարինում են ինչ-որ, չգիտեմ, ժամանակակից մետաղական կամ մետաղապլաստե դռներով, որոնք որ բան են անում, հա, այսպես այդ կարևոր ժառանգությունը դուրս է մղվում շրջանառությունից։ Եվ դուք ուզում եք վավերագրել այդ պատմությունը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ Բուն TV եթերում գիտության մարդիկ հաղորդաշարն էր եւ իմ հյուրն այսօր Արգամ Երանոսյանն էր։